Տեսա, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի երբեմնի ղեկավարի որդին եւ համատեղության կարգով ռուսաստանցի օլիգարխի Զարմիկը հրապարակային հայտարարել է, որ ինչի վրա մարդիկ ուզում են գրազ է գալիս, որ իրենք ընտրություններից հետո իրենց քվեն չեն տալու այլ մարդու, այլ տալու են Սամվել Կարապետյանին որպես Հայաստանի հաջորդ վարչապետ։ Հրապարակային ընդունում եմ գրազի առաջարկը եւ պնդում եմ, որ իրենք ընտրություններից հետո անկախ ընտրությունների արդյունքներից ուզում է 100% քվե հավաքեն, իրենց ձայնը տալու են ոչ թե Սամվել Կարապետյանին որպես հաջորդ վարչապետ, այլ մարդու։ Գրազ եմ գալիս $1 միլիարդ վրա։ Պայմանը հետեւյալն է, եթե իրենք են պարտվում, $1 միլիարդ անհապաղ մուծում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, այսինքն տալիս են ժողովրդին։ Եթե ես եմ պարտվում, սպիտակ թղթի վրա ինչ ուզում են թող գրեն կանեմ, թող գրեն ինքնասպանեղի, ինքնասպան կլինեմ։ Հիմա ժամը 10:15, 12 ժամ եմ տալիս հրապարակային հաստատելու համար գրազը։ Եթե մինչև երեկոյան 10:15 չհաստատեն գրազը, կֆիքսեմ, որ նրանք օթ են, ինչպես իրենց բոլոր ասածները։